Մեր օրերում երեխաների կախվածությունը սմարթֆոններից դարձել է ամենամտահոգիչ հարցերից մեկը։ Վերջերս էլ սմարթֆոնների օգտագործումը Երևանի դպրոցներում սահմանափակելու հայտարարությամբ հանդես եկավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կնդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Բջջային հեռախոսների սահմանափակման մոդելը նոր չէ։ Օրինակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում այն արդեն գործում է տարիներ շարունակ։ 5-ից 9-րդ դասարաններում հավաքվում է համապատասխան արկղի մեջ եւ ըստ իս բավականին լավ որոշում է, որովհետև դեռահասության շրջանում գտնվող սովորողները ամեն դեպքում իրենց գայթակղում է եւ դասի ընթացքում տարբեր խաղերի մեջ են մտնում։ Հետո շատ կիբեր հանցագործության տեսակներ կան, որ շատ երեխաներ միգուցե նաեւ ներքաշվեն այս ամեն ինչից, գիտեք հիմա նկարում են մեկը դասընկերոջը կամ չգիտեմ ինչ, հետո TikTok-ում է հայտնվում այդ տեսանյութը, նման բաներից նաև խուսափելու համար եւ նաև երեխայի համակուշադրությունը կենտրոնացնելու համար դասին, կարծում եմ, որ շատ լավ նախաձեռնություն է ու շատ ավելի լավ կլինի, եթե մինչեւ այս կիրառվել է հստակ դպրոցի ներքին կարգապահական կանոններից ելնելով այս ամենը, հիմա երբ որ արդեն կլինի համընդհանուր որոշում, կարծում եմ շատ ավելի լավ կլինի։ Դպրոցի վարչակազմը նշում է, արդյունքները դրական են, աշակերտների ուշադրությունն ավելի կենտրոնացված է, մասնակցությունը ակտիվ։ Ես կարծում եմ օգուտներն են շատ, որովհետև անկախ այդ օրենքից մեր դպրոցում մենք դա ավանդույթ է արդեն, երբ որ երեխաները հենց հաճախում են դասարան, բոլորը արդեն գիտակցաբար հեռախոսները հանձնում են։ Կարծում եմ, որ օգուտը ակնհայտ է, որովհետև երբ որ երեխան ունի հեռախոս, թեկուզ դա իրեն պայուսակի մեջ է լինի, գիտակցաբար հենց դասամիջոց է լինում, երեխան հանում է այդ հեռախոսը, հետո կարող է նորից դնել, բայց ամեն դեպքում կարծում եմ հավաքելը ճիշտ է։ Այսօր գործիքները, նորագույն տեխնոլոգիաները ինչ որ առումով նպաստում են կրթության գործընթացին, բայց մեր դպրոցը ապահովված է մուլտիմեդիական գրատախտակներով եւ այդ խնդիրը մեր դպրոցում կարծես թե չկա։ Հավաքելը ճիշտ է թե սխալ, կարող ենք եւ ճիշտ համարել եւ սխալ համարել։ Անշուշտ ճիշտ է, քանի որ սովորողների ուշադրությունը չի կենտրոնանում իրենց հեռախոսների վրա, այլ դասապրոցեսի վրա է կենտրոնանում եւ այստեղ մենք ունենք ակնհայտ արդյունք։ Իհարկե երբեմն, եթե կարիքը լինի, որ կրթական գործընթացում անհրաժեշտություն զգացվի հեռախոսների կիրառման, այդ դեպքում տեղյակ են պահում ինձ, օգտագործում են հեռախոսները եւ նորից մենք հետ ենք հավաքում։ Սակայն այս ամենի հետ մեկտեղ քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Մարգարիտ Խաչատրյանը նկատեց, որ մայրաքաղաքի ոչ բոլոր դպրոցներն են հագեցված նոր դասագրքերում առկա QR կոդը կարդացող սարքավորումներով։ Այդ պատճառով աշակերտները ուսումնական նպատակներով կարող են օգտվել իրենց հեռախոսներից։ Սահմանափակումները խիստ չեն լինելու եւ չեն խոչընդոտելու ուսման գործընթացին։ Խոսքը նրա մասին է, որ երբ պետք չէ եւ երբ հավանաբար ու վստահաբար խանգարում է երեխաներին ուշադրություն կենտրոնացնելու դասին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու, դրանք երեխաների մոտ պարզապես չլինեն։ Տեսեք, այսպես թե այնպես մենք վերահսկելու կամ համոզված լինելու խնդիր չունենք, որ այս պահին X դպրոցի X դասարանում բոլոր հեռախոսները հավաքված են։ Ամեն դեպքում դա դպրոցի վերահսկողության տիրույթում է եւ նպատակահարմարությունից եւ տվյալ դասաժամի եւ դպրոցի եւ այդ օրվա միգուցե կամ նույնիսկ կոնկրետ երեխայի այդ օրվա զգացողության, տրամադրության եւ այլնի։ Բնականաբար այնպիսի մոտեցման մասին չի խոսքը, որ եթե երեխային պետք է օրինակ երեխան անհանգիստ եկել է կամ ծնողի հետ հաղորդակցվելու անհրաժեշտություն ունի այդ օրը, բնականաբար այնպես չէ որ հասանելիություն չի ունենալու երեխան հեռախոսին։ Նորից եմ կրկնում, խոսքը նրա մասին է, որ հատկապես ցածր դասարաններում երբ երեխաները գուցե ինքնատիրապետման կամ հրահանգներին հետևելու մի փոքր դժվարություն ունեն կամ գուցե եւ չկատարեն կամ ուշադրության կենտրոնացման խնդիր ունեն, ուղղակի որպեսզի չխանգարի դա երեխաներին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսումնասիրությունները փաստում են, բջջային հեռախոսները կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ աշակերտների ուշադրության կենտրոնացման համար։ Գիտական տվյալները վկայում են, դասաժամի ընթացքում աշակերտին շուրջ 20 րոպե է պահանջվում հեռախոսով զբաղվելուց հետո դարձյալ
կենտրոնանալու համար։ Իդեպ, աշակերտներն էլ են ընդունում, որ հեռախոսը հաճախ շեղում է։ Կարծում եմ, որ հեռախոսները հավաքելու, այսպես ասած, ավանդույթը ճիշտ է շատ իմ կարծիքով, որովհետև միակ ժամանակը, որ մենք կարող ենք կտրվել հեռախոսներից, դա կարծում դպրոցում է եւ որ չխանգարի մեր գիտելիքին, մեր դպրոցում մշտական բնույթ է դա կրում։ Օրինակ, եղել է դեպքեր, որ չենք հանձնել հեռախոսները եւ զգացել եմ, որ շատ է խանգարում, շատ է շեղում, որովհետև մեկ հաղորդագրություն կամ ինչ-որ էլի այդպիսի բան եւ շեղվում ենք դասապրոցեսից։ Ճիշտ է, շատ երեխաներ կարող է մտածեն, որ պետք չի հեռախոսներ հավաքել, ինչի դա իրենց անձնականն է, բայց կարծում որ մենք եկել ենք մի վայր կրթություն ստանալու համար, պետք է կանոններին ենթարկվենք եւ չշեղվենք։ Իրականում կողմ ենք նման որոշմանը, այսինքն ընդունում ենք, զգացել ենք, որ հեռախոսները հավաքելով շատ են կենտրոնանում դասի վրա, որովհետև հեռախոսները իրոք մեզ շեղում են, լինում են, որ երեխա ենք ասում ենք, հա, հեռախոսները լավ է, թող մեզ մոտ լինի, բայց իրականում շատ ենք շեղվում։ Անկախ քեզնից ուզում ես հեռախոսի մեջ ինչ-որ բան նայես։ Մենք ունենք էլեկտրոնային համակարգիչներ, մենք ունենք գրատախտակներ, այսինքն ինչ որ պետք է դասի ընթացքում, որը որ պետք է հեռախոսով արվի, այնպես չի չենք անում, մենք անում ենք։ Անձնական փորձ ունեմ, զգացել եմ, որ երբ որ հեռախոսները կան, երեխաները այդքան էլ շատ, ես ինքս շատ չեմ կենտրոնանում դասի վրա, իսկ երբ հեռախոսները հավաքված են, շատ ես կենտրոնանում դասի վրա, դասին սկսում ես ավելի ուշադիր լինել։ Ամբողջությամբ համաձայն եմ հեռախոսները հավաքելուն, քանի որ շատ ժամանակ դրանք խանգարում են դասընթացին։ Նաև մեր դպրոցում գրեթե ամբողջությամբ բացառվում է հեռախոսների կարիքը, ասենց ասած, դասընթացների ժամանակ, քանի որ դասերը հիմնականում շատ հետաքրքիր են անցնում, իսկ ընթացքային հեռախոսները պետք է լինում, եթե ինչ-որ մեկը իրան վատ է զգում, զանգում է ծնողին կամ ինչ-որ այլ կարիքի համար։ Ընկերներ ունեցել են, որ դժգոհում են, հիմնականում, որ ցանկանում են հեռախոսը իրենց մոտ մնա, քանի որ օրինակ պետք է լինում ինչ-որ բան հաշվել, մեկին գրել։ Շատ ուրախ եմ, որ հեռախոսները հավաքվում են, քանի որ երեխաներին շեղում են ավելի դասերից եւ երեխաները պետք է ավելի կենտրոնանան դասերի վրա։ Հեռախոսների հավաքելը դա եւ շատ լավ է այն հարցով, որ երեխաները ավելի ոնց որ դպրոցական կյանք են մտնում, իսկ երբ որ հեռախոսները իրենց մոտ է լինում, նրանք ավելի են խրվում այդ հեռախոսների մեջ եւ չեն վայելում իրենց դպրոցական կյանքը։ Մենք իններս, որ արդեն ավարտում ենք, ավելի ենք ուզում միմյանց հետ մտերմանալ, դրա համար փորձում ենք ավելի շատ կտրվել հեռախոսներից։ Կային մի քանի հոգի, ովքեր որ հիմնականում հեռախոսների մեջ էին եւ բայց ուսուցիչների հսկողության տակ, եթե նրանք թույլ էին տալիս մենք դասապրոցեսի մեջ մտնեինք, նաեւ հեռախոսները մեզ օգնեին, թույլ էին տալիս, բայց երբ որ ուսուցիչները մեզ չէին թույլ տալիս, իհարկե դասերին հիմնականում կենտրոնանում ենք միայն դասի վրա։ Ծնողները շատ գոհ են, քանի որ կան երեխաներ, ովքեր որ չեն կարողանում կտրվել հեռախոսներից եւ շատ գոհ եւ համաձայն են այս մտքի հետ եւ շնորհակալություն են հայտնում։ Քաղաքապետարանի ծրագիրն արդեն ուղարկվել է դպրոցներ, կարծիքների, դիտարկումների համար եւ արդեն ստացվել են առաջին արձագանքները։ Վերջնական որոշումը կընդունվի դիտարկումների ամփոփումից հետո։